Աստծո գործը անփույթ կատարող հովիվներ, զգույշ եղեք։ Մենք պետք է ապրենք նվիրված կյանքով, բայց դոկտոր Սոարես, ես այնքան շատ եմ աշխատում, այո, բայց երբ Աստված գիշերը քեզ արթնացնում է, եւ դուք չեք կարողանում նորից քնել, անկողնում անհանգիստ պառկած, միևնույն է, վեր չեք կենում եւ տանը չեք գտնում ձեզ համար հարմար մի տեղ, որտեղ կարող եք բացել ձեր սիրտը եւ խոսել Աստծո հետ։ Երեմիա 23:1 Վայ այն հովիվներին, որ կորցնում են, ցրում են իմ արոտի ոչխարներին, ասում է Տերը։ Ոչխարները նրանն են։ Մենք պետք է առաջնորդելու իմաստություն խնդրենք Տիրոջից։ Նայենք վկայությունը։ Երեկվանից ցավ է զգում ողնաշարից մեջ։ Այո։ Հազիվ կարողացա կանգնել։ Իսկ այսօր Վատ էի, բայց հիմա ցավն անցել է։ ցավն անցավ։ Օ, այո։ Կարող եք կռանալ։ Այո, Կռացեք, եկեք տեսնենք։ նայեք։ Ես հիմա ավելի լավ եմ։ Դու բուժվել ես։ Նույնիսկ լաց է լինում ցավից, բայց հիմա բուժված եմ։ Ուրախության արդյունքներ են, միայն ուրախության։ Աղոթենք, Հայր, ես աղոթում եմ բոլոր նրանց համար, ովքեր աղաղակում են քեզ, Տեր։ Ես հանդիմանում եմ բոլոր չարիքներին։ Ես ասում եմ, չար թող այս մարդուն եւ հեռացիր, այլևս մի ճնշիր նրան։ Հիսուսի անունով, Աստված օրհնի ձեզ։